Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Բաց TV-ի եթերում իր աշխատանքը շարունակում է ժամանակն է խոսել հաղորդաշարը։ Որպես կանոն մենք հաղորդաշարի շրջանակում խոսում ենք բազմաթիվ խնդիրների մասին եւ դրանց լուծման ճանապարհների մասին, որոնք առկա են մեր երկրում եւ ինչպես նաեւ երկրի հետ փոխկապակցված երևույթների, իրավիճակների եւ հարցերի հետ։ Այսօր տաղավարում մեծ սիրով հյուրընկալում ենք Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայի եւ Կից երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրեն Սիրանուշ Գալոյան-Տկաչյանին եւ ես խոստանում եմ ուշագրավ զրույց, որովհետեւ մենք խոսելու ենք ոչ միայն արվեստի երաժշտության մասին, այլ նաեւ դրա դերի մասին որպես դեսպան, Հայաստանի Հանրապետության դեսպան մշակույթի մեջ։ Այսքանը եւ ես սիրով շնորհակալություն եմ հայտնում, որ մեզ ժամանակ եք տրամադրել այսօր։ Տիկին Սիրանուշ Գալոյան։ Շնորհակալություն հրավերքի համար, ինչպես միշտ ձեզ մոտ շատ հաճելի է։ Ես կուզենայի մեր զրույցը այսօր սկսեինք այն կարևոր հանգամանքից, որ մենք իհարկե Սփյուռքում ունենք շատ երևելի անձնավորություններ, որոնցով մենք հպարտանում ենք, բայց Հայաստանից հասնել Սփյուռք եւ դառնալ այդ Սփյուռքի, ոչ միայն Սփյուռքի, նաև այդ երկրի համար Եվրոպայի մակարդակով գործուն եւ ազդեցիկ դեմք թերևս շատ դժվար է եւ կարծես որոշ առումով նաև անհաղթահարելի։ Ինչպես ստացվեց, որ այդ ճանապարհը դուք կարողացաք հաղթահարել Հայաստանից Վիեննա, Եվրոպայի մշակույթի կիզակետ։ Առաջին հերթին դա հավատքն ու սերն է դեպի մշակույթը, երաժշտությունը։ Երբ դու հստակ գիտես ինչի ես ձգտում եւ ինչ կարող ես անել, մասնագիտությունը իհարկե եւ այն ամեն ինչը, որ ես սովորել եմ, ձեռք բերել եմ ամբողջ կյանքում, փորձել եմ Ավստրիայում դա ձևավորել եւ կոնսերվատորիա հիմնել։ Փաստացի այսօր կոնսերվատորիա եւ Կից դպրոցի հիմնադիր տնօրեն եք, ղեկավարում եք եւ ես հասկանում եմ, որ սա ուսումնակրթական, մշակութային էլեմենտներով հարուստ երևույթ է, որը պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, բազմաթիվ հարաբերություններ պետության հետ, նաև կրթության ոլորտի հետ։ Այլ ինչպես է ստացվել այդ ճանապարհը, որ հաղթահարել եք եւ ես հասկանում եմ, որ Եվրոպայում պատահական մարդիկ չեն կարող զբաղվել հատկապես դասական երաժշտությամբ, առավել եւս սովորեցնել դա, կրթել երեխաների կամ թեկուզ պատանեկան տարիքի եւ առավել մեծ տարիքների, այնուամենայնիվ ինչպես ստացվեց լիցենզավորման խնդիրը եւ այլ հարցերը, որ հարթվեցին, որովհետեւ կարծես շատ փխրուն հայկին եւ ահա Եվրոպա մեծ դռներ եւ լուրջ աշխատանք։ Երբ առաջին անգամ եկա Ավստրիա, ես հասկացա Վիեննայում դա իմ քաղաքն է, մշակույթի երաժշտության քաղաքը, որտեղ կարող է մարդ իրագործել իր ամբողջ պոտենցիալը, ամբողջ երազանքները, որը եւ Ավստրիան տալիս է այդ հնարավորությունը։ Շատ կարեւոր է ասել, ես շատ շնորհակալ եմ Ավստրիային, որ այդպիսի մեծ հնարավորություն է տալիս ոչ միայն ավստրիացիներին, նաեւ այլ երկրների ներկայացուցիչներին, տարբեր երկրների, այո։ Դա շատ մեծ բան է մեզ համար։ Առաջին անգամ որոշեցի կոնսերվատորիա հիմնել, երբ որ հասկացա, որ ինչ կարող եմ ներդնել այնտեղ։ Ավստրիայի կառավարությունը շատ խիստ է վերաբերվում լիցենզավորման եւ ամբողջ ճանապարհը, որ պետք է անցնել, եւ դա համարում եմ, որ շատ ճիշտ է, որակը պետք է լինի շատ բարձր, Եվրոպայում շատ խիստ են կանոնները, եւ դա ինձ թվում է շատ ճիշտ է մեզ համար հասնելու այդ նպատակին, որ մեր կոնսերվատորիան լինի ամենաբարձր մակարդակի վրա։ Դուք աշխատում եք հիմնականում հայ երիտասարդների հետ, թե բոլոր ազգերի ներկայացուցիչներից կան, ինչպես է ընդհանրապես ընթանում, ինչն է կարևորում առօրյայում այս աշխատանքում, որովհետև որքանով հասկանում եմ, դասական երաժշտության ոլորտի մասին ենք խոսում այս պայդրությամբ։ Կոնսերվատորիայի եւ դպրոցի շրջանակում։ Մենք հիմնեցինք առաջին հերթին կոնսերվատորիան, հետո որոշեցինք դպրոցը, երաժշտական դպրոցը բացել, որովհետեւ դա շատ կարեւոր է երաժիշտներին տալ հնարավորություն փոքր հասակից կրթել, որ հասնեն այն ճանապարհին կոնսերվատորիա ընդունվելու համար։ Դա երևի ամենամեծ պոտենցիալն է եւ հնարավորությունը, որ ապագայում եւ ստեղծենք մանկապարտեզ երաժշտության ուղղությամբ։
Այսինքն ցանկացած ոք կարող է դիմել, սկզբից սովորել դպրոցում, այնուհետև եթե անցնում է որոշակի չափորոշիչներով, հասնել կոնսերվատորիա եւ սովորել ավարտել, ինչ դռներ են բացվում եւ այս պարագայում իհարկե արդեն եւ որքանով է իրականում օգնում այդ դպրոցը։ Սա միայն երաժշտության հանդեպ սերմանելու խնդիր է, թե հենց մանկուց սովորեցնում ենք բեմին։ Ինչ առանձնահատկություններ կան այս աշխատանքում։ Շատ ճիշտ ասեցիք, մենք առաջին ամսից անգամ փորձում ենք երեխաներին սովորեցնել բեմին դուրս գալ բեմ եւ ելույթ ունենալ, որը շատ կարեւորում ենք մեր հարցում։ Երեխաները ոչ միայն հնարավորություն ունեն բեմ դուրս գալու, դա ապագայում հնարավորություն կտա կոնսերվատորիա սովորելու առանց քննությունների։ Փաստացի, եթե կա մի փոքր ցանկություն, հնարավոր է սկսել գոնե թե դպրոցից, նույնիսկ եթե կոնսերվատորիայի շրջանավարտ չդառնաս, միևնույն է երաժշտական ճաշակ, ընդհանուր առմամբ արվեստի նկատմամբ ճաշակի ձևավորումը ապահովված է։ Այո, մեզ համար կարևոր է երեխաներին կրթել այնպես, որ իրենք սովորեն զգալ երաժշտությունը, արտաբերել այն եւ ապագայում դառնալ լավ երաժիշտ։ Ինչ առանձնահատկություն կա, ինչն է հատկապես կարևորում այս աշխատանքում եւ դժվարություններ արդյոք կան բնակչության հասարակական մոտենալու այն առումով, որ իրենց համար հասկանալի լինի ձեր աշխատանքի առանձնահատկությունն ու բնույթը եւ ցանկություն լինի դիմելույության առումով։ Արդյոք կան խնդիրներ դիմելույության առումով։ Բոլոր երեխաները, երիտասարդները կարող են դիմել, կոնսերվատորիում մեզ մոտ այնպես է, որ կարող են ընդունվել, իհարկե քննություններ ունենք, որոնք շատ դժվար են հանձնել, բայց ինձ թվում է, որ երեխաները երբ որ անցնում են այդ ճանապարհը, ավելի հեշտ են կարողանում այդ խոչընդոտները անցնել եւ ընդունվել կոնսերվատորիա։ Տիկին Գարոյան, արդյոք սա բացառապես բիզնես պրոյեկտ է, թե իրականում կան հեռահար ցանկություններ եւ նպատակներ, նկատի ունեմ Սփյուռքի հատկապես մեր Սփյուռքի երեխաների ընդգրկման առումով եւ դեպի մեծ արվեստ ճանապարհ հարթելու նրանց համար։ Անկեղծ ասեմ, կոնսերվատորիան չի կարող լինել միայն բիզնես պրոյեկտ, այնտեղ պետք է ներդնել շատ ուժ, եռանդ, սեր եւ ֆինանսներ։ Սա առաքելություն է։ Միանշանակ, որքանով կարող են մեր երեխաները դրա հետ կապ ունենալ, նկատի ունեմ հայ ազգի երեխաներին։ Իհարկե հայ լինելով դա ինձ համար շատ կարևոր է, որ ինչքան հնարավոր է մեր տաղանդները հնարավորություն ունենալ մեզ մոտ սովորելու։ Բացահայտվելու, այո։ Իհարկե, մենք ունենք շատ տաղանդներ, ինչպես մեր պատմությունն է ցույց տալիս։ Հայ երաժշտության մասին կարող եմ երկու բառ ասել։ Մեր նոր նախագիծն է Կոմիտասի եւ Արամ Խաչատրյանի օրեր անել Վիեննայում, մեր համերգասրահում, որը շատ կարևորում ենք, պատրաստում ենք դրան։ Ինձ թվում է դա կլինի ամենամեծ նախագիծը մեր, որտեղ դա շատ կարևոր է մեզ համար։ Ես ուզում եի հարցնել ձեր այսօրվա անելիքներից, կարծում եմ պիտի կոնսերվատորիայի շրջանակներում լինել, բայց փաստորեն ոչ միայն եվրոպական կամ համաշխարհային դասական երաժշտության մասին ենք մենք խոսում, այլ նաև հայկական դասականը կարող է լինել Եվրոպայում ներկայացված մեծ բեմում եւ լուրջ մոտեցումներով։ Այս մշակութային փոխանակությունը սա էլեմենտներից մեկն է ձեր գործունեության, թե ուղղակի մեկ դրվագ։ Կարող է սա լինել շարունակական երևույթ մեր մեծերին ներկայացնելու եվրոպական մեծ դահլիճներում։ Մենք շատ կարևորում ենք հայ երաժշտությունը Եվրոպայում եւ իմ առաքելությունն է ցույց տալ ինչպիսի տաղանդավոր երաժշտություն ունենք եւ իհարկե դա շարունակական կլինի անպայման։ Մեր երաժշտությունը շատ երևի կհարցնեք հետաքրքիր է, իհարկե շատ հետաքրքիր է, մեր երաժշտությունը սիրում են ամեն տեղ եւ մեր ամենաառաջին
կարևոր բան այն է, որ մենք Եվրոպայում ցույց տանք մեր հնարավորությունը, երաժշտությունը, մեր տաղանդները։ Հայկական կողմը, հայկական պետության կողմը որևէ աջակցություն այս կամ նմանատիպ ծրագրերում ունի կամ կարող է ունենալ կամ պետք է որ ունենա, որովհետև կարծես հայկականի քարոզը այսօրվա իշխանությունների հետ կապված այնքան միանշանակ չէ, որ ընկալվում է եւ հետաքրքիր է որքանով է այս իշխանությունը աջակցում նմանատիպ ծրագրերի։ Իհարկե աջակցում են, մենք նոր վերջացրել ենք ամռանը մեր Վիեննայի Բեթհովենի անվան մրցույթը երիտասարդների համար, որը շատ լավ անցավ Վիեննայում, ավստրիացիները եւ Ավստրիայի կառավարությունը եղավ համերգին եւ նշեց, որ դա եզակի երևույթներից է, որ մենք ցույց տվեցինք ինչպիսի տաղանդներ մենք ունենք, որը շատ հազվադեպ է Եվրոպայում, այսինքն այդքան 30 փոքր երեխա, երիտասարդներ Վիեննայում հավաքվեն մի բեմում եւ ցույց տան մեր երաժշտությունը։ Շատ ուրախացնող հանգամանք է անկեղծ ասած եւ այն որ մեր կառավարությունը հետաքրքրված է այս հարցերով եւ այն որ նմանատիպ process-ներ եւ միջոցառումներ ընթանում են Եվրոպայում, այսուհանդերձ այսպես սպոնտան մի միտք ծնվեց մոտս, գուցե դուք լուսավորեք մեզ, հնարավոր է որ արդյոք այդ կոնսերվատորիայի կամ դպրոցի ծրագրերի շրջանակում լինեն հայկական երաժշտության դասեր եւ ժամեր եւ սա առավել գայթակղի մեր Սփյուռքին, նմանատիպ ծրագիր կա թե ոչ։ Իհարկե, մեր մրցույթից հետո մենք հասկացանք, որ ուզում ենք անպայման լինի շվի եւ սանթուրն դասեր, որը մեր գործիքներից ինչպես եւ նաեւ դուդուկը շատ հետաքրքիր է, ինձ թվում է դա կփորձենք մյուս տարի արդեն բացել այդ բաժինները։ Ես շատ ուրախ եմ, իրապես հպարտանում եմ, որ կան հայ մարդիկ, ովքեր կարողանում են աշխարհին ցույց տալ հայկական մշակույթի արժեքը եւ կարեւորությունը, որովհետեւ կարծես գլոբալիզացիայի դարաշրջանում ջնջվել էին շատ կարևոր երևույթներ եւ կարծես մեկ այլ ուղղությամբ էր զարգանում աշխարհը, բայց հիմա նորից ելևէջներ ենք նկատում դեպի ազգայինների եւ մշակութային պահպանությանը եւ սա դրսեւորումներից մեկը թերևս կարող ենք հասկանալ, ընկալել, այնուամենայնիվ հետաքրքիր է սա ձեր քաղաքացիական տեսակետի դրսեւորումն է, թե կան ուղղակի համատեղ ծրագրեր միջպետական մակարդակով եւ այլն։ Այո, մենք ունենք միջպետական ծրագրեր, որը պատրաստվում է 2026-27 թիվը, ինչպես նաև եւ գերազանցիկներին հայ երեխաներին բերել Ավստրիա, այնպես էլ մեր երկրորդ տարվա մրցույթը կազմակերպել։ Ինձ թվում է ինչ որ հնարավոր է մեզանից, մենք ամեն ինչ կանենք, որ հայ երիտասարդները լինեն Վիեննայում եւ լինել Վիեննայի թանգարաններում, տեսնել այդ գեղեցիկ քաղաքը։ Ես շատ շնորհակալ եմ դրա համար, որ հնարավորություն ունեմ այդպիսի գեղեցիկ քաղաքում, այնտեղ կան իհարկե կանոններ, բայց այդ կանոնների հետ Ավստրիան հնարավորություն է տալիս մեզ անել այն, ինչ որ մենք ունենք եւ կարող ենք իրագործել։ Հիմա խոսում եք իմ աչքի առջև այն տեսարանները անցան ուղակի լենտի կարգավիճակով, որոնք ես իրականում տեսա Վիեննայում եւ իրապես շատ գեղեցիկ է եւ կարծես դեպի մշակույթ է տանում, դեպի ավելի քաղաքակիրթ մոտեցումներ, երազում եմ ուղղակի, որ մեր երկրում նմանատիպ լինի եւ նմանատիպ էմոցիաներով գան, տեսնեն Հայաստանը եւ հեռանան մարդիկ, այն ձգտումով, որ նորից մեկ անգամ եւս հնարավորություն ունենան լինել Հայաստանում։ Այնուամենայնիվ կուզենայի մի փոքր մեր զրույցը ուղենք դեպի Սփյուռքը, որքանով է մեր Սփյուռքը համախմբված։
որքանով է օժանդակում նմանատիպ եւ հետաքրքրություն ցուցաբերում նմանատիպ պրոյեկտների, որովհետեւ հասկանում եք, որ Սփյուռքը բոլոր դեպքերում, եթե դու ապրում ես այլ երկրում, դու պիտի ինտեգրվես այդ երկրում, որպեսզի կարողանաս ուղղակի առաջ գնալ։ Բայց այդ ինտեգրումը արդյոք չի խաթարում կապը Հայաստանի կամ հայկականի հետ եւ արդյոք մեր իշխանությունը օգտագործում է Սփյուռքի ներուժը մարդկանց ունակությունների, կարողությունների տեսակետից, որպեսզի հասցնի հայկականը պահպանել նաեւ դրսում։ Այո, մեր Սփյուռքը ընդհանրապես շատ համախմբված է ամենտեղ, բայց ինձ թվում է ավելի շատ պետք է միավորվենք եւ Հայաստանի պետությունը պետք է անպայման աջակցի բոլոր ծրագրերին հնարավորինս, որ կարողանանք ինչքան հնարավոր է մեր պատմությունը, մեր երաժշտությունը եւ համախմբվածությունը իրար հետ այնտեղ ինչ որ ավելի բարձր մակարդակի հասցնել, ցույց տալ մենք ով ենք եւ ուր ենք գնում։ Դպրոցի եւ կոնսերվատորիայի շրջանակներում ինչի կարիք կա այսօր ձեզ մոտ, որպեսզի գործերը իրապես հարթ ընթանան եւ հնարավորինս սեղմ ժամկետներում էական արդյունքների հասնեք։ Մենք հիմա լիցենզավորման ճանապարհին ենք, դա հեշտ ճանապարհ չէ, որը անցել ենք արդեն, երկար ճանապարհ էր, խոչընդոտներով եւ այլն, բայց նա ինձ թվում է այն ամենը, ինչ որ արվում է սիրով եւ ներդրվում է մեծ ուժ, հավատք եւ անկեղծություն, դա շատ կարեւոր է, դա հասնում է իր նպատակին։ Ես երևի կհավելեմ պրոֆեսիոնալիզմը եւս շատ կարեւոր է, որպեսզի իմանաս ուր ես գնում եւ ինչպես ես գնում։ Այնուամենայնիվ ես գիտեմ, որ դուք ոչ միայն կոնսերվատորիայի ծրագրերով եք զբաղվում, ոչ միայն դասական երաժշտությանը հետաքրքրող հարցերով եք զբաղվում, այլ նաև փոփ երաժշտությունն է ընդգրկվում ձեր համերգների կազմակերպման գործընթացում։ Որքանով եք կարողանում համատեղել ժամանակակից երաժշտությունը դասականի հետ եւ ինչ հետաքրքրության հետադարձ կապ, արձագանք ունեք հաճախորդների, այսպես կոչենք իրենց, հաճախորդների հետ, որովհետև բոլոր դեպքերում համերգի մասնակիցները սովորական քաղաքացիներ պիտի լինեն։ Իհարկե, մենք կազմակերպում ենք դասական երաժշտության երեկոներ, համերգներ, որը ընթանում է շատ հաճախ մեզ մոտ, մեր Palais Erba, շատ գեղեցիկ սրահ ունենք կոնսերվատորիայի, բայց ամենակարևորը ուզում եմ ասել, որ դա հնարավորություն է տալիս ոչ միայն ավստրիացիներին, ոչ միայն մեր նվագախմբին ելույթ ունենալու Վիեննայի Բեթհովենի նվագախմբին, այլ նաև Հայաստանից բերելու տաղանդներ, որ կարող են մասնակցել այդ համերգներին։ Դա ամենակարևոր պահն է ինձ համար, դասականը, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ ժամանակակից երաժշտությունը կարող է նույնպես գեղեցիկ լինել եւ Ավստրիայում փորձում եմ ստեղծել երաժշտության հետ ամբողջ կապը, ուսում, երաժշտություն, դասական, պոպ, որը որ բացել ենք Vina Events ընկերությունը, որը զբաղվում է պոպ կոնցերտներով եւ դա իհարկե մենք հասկանում ենք, որ այս դարաշրջանում փոփ համերգները ավելի սիրված են եւ նախընտրելի։ Ժամանցի համար միանշանակ ավելի շատ թերևս առաջնահերթություն կտրվի փոփ երաժշտությանը։ Հիմնականում հայկական խմբերի կամ անհատ կատարողների հետ եք աշխատում, ռուսների, առհասարակ ովքեր կարող են լինել ձեր հյուրերը։ Մենք ցկտում ենք Հայաստանի հայ փոփ երգիչների հետ աշխատել, մտածում եմ, որ ապագայում անպայման մենք կանենք դա, բայց առաջին համերգը եղավ Լարա Ֆաբիան, օրինակ։ Սա լուրջ մեծության մասին ենք արդեն խոսում։ Մենք մտածում ենք, որ ճիշտ կլինի ավելի սիրվող Լարա Ֆաբիանը ոչ միայն ամբողջովին փոփ է։ Կոնկրետ մեկ ազգի կողմից չէ սիրված, շատ ավելի համընդհանուր հարգանք եւ վարկանիշ ունի երաժիշտների ընդհանուր առմամբ մեջ եւ նաեւ ժողովուրդն էլ է ընկալում տարբեր ազգերի։
Եվ ինչու ոչ միայն փոփ, այլ օրինակ սեպտեմբերին կլինի Մաքսիմ Գալկինի ելույթը, որի տոմսերը շատ լավ վաճառվում են։ Երևի դա հիմա ավելի նախընտրելի է, բայց դասական երաժշտությունը ավելի կարևոր դեր է կատարում, այո, որը որ մեզ համար իհարկե Մոցարտ, Շտրաուս, ինչու կարելի է սիրել Վիեննան, մենակ Մոցարտը, Շտրաուսը ամբողջովին հերիք է, որ հասկանալ, որ Բեթհովենն է իհարկե, հա, որ դա ամենագեղեցիկ երաժշտությունն է, երկնային երաժշտությունը ասեմ։ Ես միտեղ կարդացել էի, որ ոչ միայն որպես գեղեցիկ դասական եւ արժեքավոր երաժշտություն է, այլ նաեւ բուժական էֆեկտներ ունի եւ շատ փորձարկել են այս երաժշտությունները հոգեթերապիաների մեջ, երաժշտության բուժման մեջ եւ շատ լուրջ արդյունքների են հասել, մարդկանց օգնել է դուրս գալ դեպրեսիաներից, սրտի ռիթմի կարգավորման, այսինքն կոնկրետ խնդիրների դեպքում եւս, եթե հիվանդասենյակներում կամ ընդհանուր առմամբ ընդունենք հանգստի կենտրոններում նման երաժշտություն կա, ապա դա խթանում է ներքին ավելի հարմոնիկ իրավիճակ օրգանիզմում, որը եւ առաջացնում է բազմաթիվ հետագայում արդեն առողջական խնդիրների լուծումներ։ Եվ այս առումով թերևս նույնիսկ եթե սա մնա սիրողական մակարդակով երեխաների մոտ, սա կլինի մի հրաշալի բան, որ կկարողանան սերմանել դրա հանդեպ սեր, որպեսզի թեկուզ գոնե թե ինքնաբուժության նպատակով այս առումով լավ արդեն կտրվածքով մարդիկ կարողանան օգտվել այս իրականում անասելի հրաշքից, որը իրենց ներկայացնում է դասական երաժշտությունը։ Վերջին ժամանակաշրջանում շատ ծնողներ դիմել են մեր դպրոցը, երաժշտական դպրոցը, երեխաները, որոնք խնդիրներ ունեն, առողջական խնդիրներ, ուզում են, որ մեզ մոտ սովորեն երաժշտության։ Ես միշտ ասում եմ, մենք սովորական երաժշտական դպրոց ենք, բայց գուցե հետո բացենք եւ հիվանդ երեխաների համար։ Ինձ համար անկեղծ ասեմ, հիվանդ երեխա չկա։ Մենք բոլորին նույն դասին ենք։ Հավասարապես ենք մոտենում եւ ընդհանուր առմամբ հիվանդ չէ, այլ խնդիրներով երեխաներ ենք համարում։ Իհարկե։ Եվ տալիս ենք հնարավորություն բոլոր երեխաներին սովորել երաժշտությունը, զգալ։ Ես ասեմ, որ մեզ մոտ արդեն կան մի քանի երեխա, որոնք կարելի ասել 1 ամսից հետո արդեն շատ զգալի տարբերություն ենք տեսել եւ ծնողները եւ մենք ու հասկանում ենք, որ այն բուժիչ հատկությունը, որ ասում եք, դա հաստատ կա։ Ոչ միայն հիվանդների, երեխաների, այլ նույնպես մեծերի։ Այո, դեպրեսիաներից դուրս գալու լավագույն միջոց է դերևս։ Եթե դուք տեսնեք ամեն դեպքում ինչպիսի տրամադրություն ունենք, որտեղ ենք, ինչ ենք, ամեն դեպքում մենք երաժշտություն ենք լսում։ Կլինի դա դասական, թե փոփ, ինձ թվում է դա միշտ, ես ասեմ իմ կարծիքը, դասական երաժշտությունը ավելի շատ եմ սիրում, որովհետև դա ավելի բարձր վիբրացիաների հետ կապված է, որը տալիս է հնարավորություն մարդկանց բուժվելու, ինձ թվում է կարելի է բուժել բոլոր հիվանդությունները։ Վստահում եմ, որպես պրոֆեսիոնալի իրապես համոզված եմ, որ կա նման բան եւ պատահականություն լինել չէր կարող։ Տիկին Գալոյան, ես գիտեմ, որ դուք բազմազբաղ եք եւ Հայաստանում իրականում հանդիպումներով եւ այցելություններով լի օրեր ու ժամանակ է պետք, որը իրապես ձեզանից ջանք ու եռանդ է պահանջում։ Այսուհանդերձ մի փոքր փորձենք ամփոփելով, հա, մեր զրույցը հասկանայինք։ Այսօրվա դրությամբ ձեր գործունեության տիրույթը որն է Վիեննայում, ոչ միայն Վիեննայում, ընդհանուր առմամբ ինչով եք զբաղված որպես աշխատանքային պարտականություններ եւ որքանով է դա հնարավոր համատեղել, որովհետեւ արդեն երկու ոլորտ ես նշեցի, սա կոնսերվատորիայի եւ դպրոցի տնօրինությունն է եւ համերգային ծրագրերի կազմակերպումը։ Ինչ այլ զբաղվածություններ ունեք, որքանով եք կարողանում արդյունավետ համատեղել դրանք։ Դուք ճիշտ եք, ես շատ զբաղվածություններ ունեմ։ Ես Ավստրիայի առևտրի արդյունաբերական պալատի անդամն եմ, որը զբաղվում է կինո, երաժշտություն եւ արվեստ այդ ոլորտում։
Փաստացի ձեր զբաղվածությունը հիմնականում արվեստի բնագավառն է, չառանձնացնենք կոնկրետ երաժշտություն։ Այսուհանդերձ ես կուզենայի հասկանալ, որովհետև շատ աճող սերնդի մասին խոսեցինք կոնսերվատորիայի շրջանակում եւ խոսեցինք դպրոցի շրջանակում, կուզենայի հասկանալ ձեր դպրոցը եւ կոնսերվատորիան ինչով է տարբերվում Վիեննայում հայտնի կամ աշխարհին հայտնի այլ կոնսերվատորիաներից, այլ երաժշտական դպրոցներից եւ ինչ առանձնահատկություն ունեք հատկապես դուք ձեր գործունեությամբ։ Քանի որ ես սովորել եմ եւ Հայաստանում կոնսերվատորիայում եւ Ավստրիայում, ես հասկացա, որ շատ կարեւոր է երաժիշտներին ոչ միայն կրթություն, այլ նաեւ կարիերա։ Այսինքն երաժիշտը կարող է կայանալ, եթե նա բեմում է, եթե հասնում է ինչ-որ նպատակի աշխատանքի ոլորտում։ Շատ երաժիշտներ ցավոք սրտի հնարավորություն չունեն ելույթ ունենալու, սովորում են, բայց վերջում նստում են տանը, օրինակ։ Կամ թեկուզ ուղղակի մեկ աշակերտ են վերցնում եւ պարապում են, այսինքն խոսում ենք հիմնականում ինքնաարտահայտվելու, մասնագիտական դաշտում ինքնաարտահայտվելու, լիարժեքորեն ինքնաարտահայտվելու մասին։ Մեզ մոտ ինչ ենք տալիս, դա մեր երիտասարդները, ուսանողները կարող են միանգամից աշխատել։ Դա նշանակում է գալիս են սովորելու եւ հնարավորություն ունել մեր նվագախմբի հետ ելույթ ունենալու եւ կարիերա ստեղծելու։ Մենք իրենց օգնում ենք ստեղծել կարիերա ամենալավ, ամենամեծ բեմերում եւ իհարկե աշխարհի, ոչ միայն Վիեննայի։ Մեր մրցույթներից հետո եւ սովորելուց։ Ես շատ կարևորում եմ միջազգային չափանիշները, որ Ավստրիայում շատ կարևոր է, որ այդ փուլում գտնվում ենք մենք եւ անցնում ենք, որի համար շատ շնորհակալ եմ Ավստրիային, որ իրենք այդպես խիստ են վերաբերվում այդ չափանիշները պահելու համար։ Իսկ ինչ դժվարություններ կան այդ ճանապարհին։ Ես համոզված եմ, որ չի կարող սա հարթ ճանապարհ լինել։ Դուք եւ նմանատիպ երիտասարդները ինչ խնդիրների հետ կարող են բախվել ընթացքում կամ ինչն է դժվարացնում այդ ճանապարհը։ Երաժշտական ոլորտը ցավոք սրտի դասական ոլորտը անկում է ապրում, որը շատ վատ է անդրադառնում անգամ մեր Հայաստանում, եթե տեսնեք, մեր հայ երաժիշտների, ուսանողների վրա, եւ դա շատ մեծ կարեւորություն ունի, եթե հարցնեք ամեն երիտասարդի ուսանողի, ինչ է ուզում, ինչ է ձգտում ուսումից հետո կամ ուսման ժամանակ, կասի, որ ես ուզում եմ բեմ բարձրանալ, ուզում եմ երգել, նվագել եւ ինչն է երաժշտի համար ամենամեծ բարձունքը, նա է, որ հանդիսատեսը նստի եւ ելույթներից հետո ամեն օր բարձր ծաղկահարություններ լսել։ Դա երևի ամենամեծ վարկանիշն է։ Տիկին Գալոյան, ես իհարկե հասկանում եմ, որ ես խոսում եմ երաժշտության եւ արվեստի մեջ պրոֆեսորի հետ եւ իմ ունակությունները, կարողությունները շատ համեստ են այս ասպարեզում, այսուհանդերձ ինձ հետաքրքիր է որքանով կարող եք կիսել այն մոտեցումը, որ վերջին շրջանում կարծես դասական երաժշտությանը նոր ռիթմ են, նոր հնչեղություն են հաղորդում եւ կարծես ավելի արագացված ժամանակակից տեմպերով նորից կարծես վերածնվում է այդ երաժշտությունը։ Կիսում եք այս կարծիքը, որ նմանատիպ երևույթներով հնարավոր է երիտասարդությանը գրավել, օրինակ, մի օրինակ ես բերեմ, որը ես եմ լսում, Դեվիդ Գերի այդ օրինակ, ջութակ, ես կարծում եմ, բավականին գրավիչ է իր կատարմամբ այդ երաժշտությունը։ Արդյոք սա միջոց չէ կամ հնարավորություն ուղի նորից տանել դեպի երաժշտությունը։ Ինձ թվում է ճիշտ կլինի ասել, որ տարբեր ոլորտներ են, տարբեր երաժշտության ուղղություններ։ Դասական երաժշտությունը, ինչպիսին Մոցարտը, Բեթհովենը եւ այլն, Բախ, պետք է մնա այնպիսին, ինչպիսին որ կա եւ միայն այդ որակով։
մնացած բոլոր ուղղությունները դա հասկանում եմ ինչի մասն է crossover եւ այլն դա շատ գովելի է եւ ինչու՞ չէ բայց դա ոչ մի կապ չունի դասական երաժշտության հետ դա գեղեցիկ է իր ձևով եւ դա ընդունելի է իհարկե ես ընդունում եմ բոլոր ուղղությունները երաժշտության եւ կարող եմ լսել բոլոր ուղղություններով ջեզ, փոփ, ամեն ինչ, բայց դա մենք պետք է հասկանանք, որ դասական երաժշտության հետ ոչ մի կապ չունի։ Թերևս միակ տարբերակը այն է, որ եթե այդ երաժշտությունը լսում ես, փորձես օրիգինալն էլ լսել եւ հասկանալ իսկ օրիգինալը ինչ է իրենից ներկայացնում։ Իհարկե սիրահարները միշտ կլինեն ընտրյալներ այս երաժշտության, լավ է թե վատ է չեմ կարող ասել, բարձրաճաշակության մասին է խոսքը, հետևապես բոլորին չէ որ հասու է կամ ընկալելի, բայց կարծում եմ բոլոր դեպքերում նպատակաուղղված քարոզի դեպքում եւ տարածման մշակութային փոխանակությունների շրջանակում հնարավոր է ինչ որ չափով գոնե վերածնել այն հետաքրքրությունը, որը նախկինում կար դասական երաժշտության հանդեպ։ Ինձ թվում է ճիշտ կլինի, որ մեր նոր սերունդը երեխաները սկսեն նորից լսել դասական երաժշտությունը, ինչպիսին էր այն ժամանակ, իմ ժամանակ Ճգնավորյանի ժամանակ, որը շատ գեղեցիկ էր, պետք է գնան օպերա անպայման, պետք է դասական երաժշտության երեկոներ գնան, ծնողները պետք է տանեն, բայց շատ կարևոր է հասկանալ, ես ինքս դեմ չեմ ոչ մի ուղղության, բայց անպայման պետք է նշեմ, որ ես դասական կողմնակից եմ, այսինքն ինչ որ մոդեռն է, ինչ որ ձևափոխում են, անում են միքսեր եւ այլն կամ թեկուզ օպերայում անում են ինչ որ շատ չափից մոդեռն տարբերակ ոչ միշտ է ինձ դուր գալիս։ Շատ կարևոր միտք հնչեցրեցիք ձեր նախադասության մեջ այն, որ ծնողները պիտի տանեն երեխաներին, ես կարծում եմ առաջին հերթին ծնողներին պիտի փորձեն վերափոխեն մոտեցումը, հա, դասական երաժշտության նկատմամբ, որովհետև հստակ ուսումնասիրություններ կան, որ եթե երեխան ընտանիքում կամ իր շրջապատում կարծրատիպերը դասական երաժշտության հանդեպ չի լսում, մեծ սիրով լսում է այդ երաժշտությունը եւ ընկալում է եւ սիրում է եւ ցանկություն ծագում է նորից ինքնուրույն արդեն լինել, որևէ կատարում իրականացնել եւ այլն։ Իսկ եթե ընտանիքից գալիս է կարծրատիպ, որ դա անհետաքրքիր է, երեխայի մոտ արդեն արմատանում է հակակրանքը, այսպես ասենք, թեև այս բառը դասական երաժշտության հետ կապված անընդունելի է պարզապես։ Այնպես որ երևի թե պիտի նաև ծնողների հոգեբանական մոտեցման վրա արդեն շեշտադրումներ կատարենք, որպեսզի հասկանան, որ իրապես դասական երաժշտությունը արժեք է։ Եթե այսօրվա ձեր աշխատանքային փուլի մասին խոսանք, ինչ փուլում եք գտնվում եւ ինչով կարող ենք մենք որպես հայկական կողմ օգտակար լինել այս կարևոր գործում, որը դուք եք իրականացնում եւ հայկական մշակույթի տարածման առումով եւ դասական երաժշտության տարածման, որովհետեւ սա արդեն ընդհանուր կրթության եւ ավելի կարևոր մոտեցումներ կյանքի հանդեպ քաղելու մասին է։ Դուք շատ ճիշտ ասեցիք, անդրադառնամ ծնողներին մի փոքր մեր ժամանակներում բոլոր երեխաները հնարավորություն ունեին դասական երաժշտություն լսել եւ գնալ երաժշտական դպրոց ինձ թվում է պետք է սկսել նրանից որ ծնողները պետք է 6 տարեկան 7 տարեկան հասակում երեխային բերել ինչ որ երաժշտական գործիք սովորելու եւ միևնույն ժամանակ տանը ինչ որ դասական երաժշտություն լսել, որը շատ կարևորում եմ եւ ծնողի համար եւ երեխաների համար։ Այդ ձևով երևի երեխաները երբ որ փոքրուց լսում են դասական երաժշտություն, ապագայում հաստատ կլսեն։ Դա միայն նրանից է, որ դասական երաժշտությունը ավելի դժվար, ծանր երաժշտություն է կարող եմ ասել երբ որ դրան սովոր չես
եւ դա պետք է իհարկե ծնողների գործը Ջանքերով լինի, այո։ իհարկե։ Այս պահին մենք շատ հաճույքով կանդրադառնանք մեր նոր քննություններին։ Մարտի 1-ից սկսի նոր կիսամյակը եւ իհարկե ընդունելության քննություններն են, բոլորին հրավիրում եմ մեզ մոտ ուսանելու։ Եթե որևէ բան ես որպես ոչ պրոֆեսիոնալ այս դաշտում չհարցրեցի, խնդրեմ այդ մասին խոսեք եւ ամփոփեք արդեն մեր զրույցը։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալությունս հայտնել Ավստրիայի կառավարությանը մեզ աջակցելու եւ հնարավորություն տալու մերը բերել Ավստրիա եւ ոչ միայն բերել, նույնպես թույլ տալ, որ մենք կայանանք Ավստրիայում։ Երկրորդ հերթին մեր Հայաստանի կառավարությանը աջակցելու համար հայ երիտասարդներին, երաժիշտներին լինելու Ավստրիայում եւ մասնակցելու մեր ծրագրերին, ինչպիսին մրցույթը, մաստեր-կլաս եւ այլն։ Ես իրապես շնորհակալություն եմ ուզում հայտնել եւ այս զրույցի համար, որը իրականում կարող է շատ նոր գաղափարների եւ պրոյեկտների սկիզբ դառնալ, այսպես ասենք, եւ ձեր գործունեության համար, որը համոզված եմ շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ շատ կարեւոր։ Իրապես շնորհակալություն, որ կան հայ կանայք, ովքեր կարողացել են Հայաստանից կարճ մի քանի տարում, բայց մեծ դժվարություններով, այսուհանդերձ արդյունավետ տարբերակներով հասնել Եվրոպա եւ Եվրոպայում ասելիք ունենալ, ինչպես եվրոպական արժեքների շրջանակում, այնպես էլ հայկական մշակութային արժեքների։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար եւ հույսով եմ մի օր կգաք մեզ մոտ եւ կտեսնեք այնտեղ։ Մեծ սիրով։ Հարգելի հեռուստադիտողներ, թերևս որպես եզրափակիչ խոսք պիտի ուղղակի հիշեցնեմ որպես կարևոր մի եզրափակիչ մեկ նախադասության միտք, որ իրականում արվեստը, սպորտը, դրանք այն ոլորտներն են, որոնք կարող են լինել մեր հայկական կողմի փափուկ ուժը եւ խաղաղության դեսպանը ամբողջ աշխարհում եւ այս ճանապարհով հնարավոր լինի տարածել մերը եւ միանալ մեծ աշխարհուն, մեծ երկրներին լավագույն տարբերակներով, խաղաղ եւ ներդաշնակ տարբերակներով մեր սեփական արժեքը պահպանելով։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ եթերաժամին։ Ցտեսություն։